Կարծում էր Գևորգ Սիմոնյանը Բույրերի գաղտնիքը բացահայտում է յուրովի սեփական նախաձեռնությամբ ստեղծած իր լաբորատորիայում։ Նա նաև հնարավորություն է ընձեռում այցելուին սեփական նախընտրությամբ ստեղծել Բույրերի սեփական աշխարհը։ 26, 27, 28 Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հիմա նայեցի սիրում առեղծվածի բույրը հա կողքին հիմա լցում ենք սալակի մեջ, էսի սովետական ապարատը ինքը հատուկ խառնելու համար։ Միջև վերջիկայից արդեն թանկարժեք գլխյան ձեր ստեղծած գլխին։ Պարֆյումերը ընտրված բաղադրիչներից, բուրավետ նյութերից տանում է ակորդներ, վերջնարդյունքում օծանելիք։ Գևորգ Սիմոնյանի լաբորատորիայում քո ձեռքով կարող ես պատրաստել օծանելիքդ ու հենց տեղում վայելել դրա բույրը։ Մարդկանց գրավում է այն գաղափարը, որ ամեն մեկ ուզում է ունենալ իր բույրը, բոլորին որ ինքը տարբերվի բոլորից։ Շատ հաճելի է բույր սարքել անհատական մարդկանց համար, իրանց անուն ազգանունով, անվանական գլխիներն են դա, ու այդ էմոցիան, էներգիան ես շատ լավ գիտեմ ինչ ա լինում, ու այդ ուրախությունը տալիս ես մարդկանց, որ ամեն ինչ դաժե։ Այստեղ կան բույրեր, որոնք ոգեշնչման արդյունք են, կան բույրեր, որոնք էքսպերիմենտի, որոշներն էլ նպատակադրված աշխատանքի արգասիք են։ Հենց այդպես է ստեղծվել նաև պարֆյումերի առաջին օծանելիքը։ Իմ առաջի օծանելիքը ստեղծել եմ 21 թվին, Ֆերրամոն անունով 27 համարես դուխին է, ինքը շատ ուժեղ ստիլվե ժողովրդի կողմից էր ու շատ մեծ համբավ ունեցավ, որտեղ ինքը հատուկ նյութեր եմ ավելացնում, որ հակառակ սեռի վրա ինքը ազդում է ու արդեն շատ ուժեղ տարածում ունի դա։ Հոգի, էներգիա ու մեծ սեր է փոխանցում բույրերի հայ վարպետը իր պատրաստած օծանելիքներով, որ երկար դաջվում է հիշողությանդ մեջ։ Նրա յուրահատուկ համադրությունները ոչ միայն ընդգծում են անհատականությունդ, այլև բարձրացնում ինքնավստահությունդ։ Երբ որ մոտ մարդ գալիս է, ես իրանց հետ շփվելով հասկանում եմ մարդուն ինչ առաջարկի, ինչ կարգի բույր, ու մեծամասնությունը ճիշտ ուղղություն է ցույց տալիս։ Բույրերի այս զարմանալի աշխարհում Գևորգը նախընտրում է բյուրեղացնել սեփական ոգեշնչումը, միևնույն ժամանակ չանտեսել հասարակության ընկալման առանձնահատկությունները։ Հիմա սովորակները մենք ընտրում ենք, ու դուք արդեն խոհարությամբ դիզ գալ որը ցենք խառնել։ Ասում է օծանելիքի սեռային տարբերակումը մարքեթինգային հնարք է վաճառքը խթանելու նպատակով։ Մինչդեռ օծանելիքը չէ, որ պետք է կանացիությունն ու տղամարդկությունն ընդգծի։ Եթերային յուղերն են, բաղկացած են ծաղիկներից, դուխների մեջ կա 3 ակորդ, գլուխ, սիրտ եւ բազարը, ճոտով քաշում եք դա գլուխն է, սիրտը 10 րոպե զգում եք դա է, բազարը վերջի ստոյկությունը, որ հետո եք զգում, այդ ամենը խառնելով արդեն կարող եք ստանալ ձեր բույրը։ Ու հենց այդ բույրն էլ պարֆյումերներին ու գիտակներին թույլ է տալիս որոշել մարդու բնավորությունը, արտահայտելով նրանց ուժեղ կամ նրբաճաշակ կողմերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Կասկածների երեկո Արմենիան TV-ի սիրված Եվ ջան ապրես։